Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք եկամուտների հայտարարագրման գործընթացից, որոշակի փոփոխություններ են եղել կառավարության նիստում, այդ որոշումն ընդունվել էր։ Այժմ պարոն Գևորգյանին կխնդրեմ ներկայացնել մանրամասներ եւ ընդհանուր առմամբ կխոսենք թե եկամուտների հայտարարագրման գործընթացում այս տարի ինչ է սպասվում։ Պարոն Գևորգյան, երևի սկսենք նրանից, թե ովքեր են հունվարի 1-ից սկսած միանում այն խմբին, որոնք մինչ այդ հայտարարում են իրենց եկամուտները, որ նոր խմբերի մասին է խոսքը։ Շնորհակալություն նախ հնարավորության համար այս ֆորմատով խոսելու հայտարարման գործընթացի մասին։ Ինչպես գիտեք, մենք ռեֆորմա մեկնարկել ենք դեռ 2 տարի առաջ, երբ առաջին խումբը հայտարարման հայտարարագիր ներկայացրեց, անցած տարի դրան միացան նաև որոշակի այլ խմբեր, այդ թվում նաև ամենամեծ խումբերի թեև արդյունք աշխատողների խումբը։ Այս տարի ըստ էության միանում են բոլոր մնացածը, այսինքն բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու, սակայն ինչպես արդեն նախորդ տարի հայտնել ենք, մենք համակարգը արդիականացնում ենք եւ գնալով ավելի ենք բարձրացնում եւ նույնիսկ անցած տարի հայտարարագրերի բավականին մեծ հատված ինքնաշխատ կերպով հանձնվեց Պեկին, այսինքն մենք ենթադրեցինք, որ այն եկամուտները, որոնք Պեկին հայտնի են, բացի այդ եկամուտներից մեր քաղաքացիները առնվազն դրանց իրենց մի մասը ավել հայտնելու բան չունեն եւ այդքանով համարեցինք այդ տեղեկատվությունը ամբողջական եւ հանձնված Պեկին։ Այս տարի այդ գործընթացը իհարկե շարունակվելու է նույն տրամաբանության մեջ, կգործի նույն վերջնաժամկետը եւ եթե մինչեւ նոյեմբեր մեր քաղաքացիները կունենան հավելյալ հայտարարագրման ենթակա եկամուտներ պարտավորություն ունեն բացել համակարգը եւ նշել այդ եկամուտների մասին, իսկ եթե մինչեւ նոյեմբերի 1-ը որևէ գործողություն չանեն, մենք հաշվի կառնենք, որ այն տեղեկատվությունը, որ ՊԵԿ-ը տիրապետում է, ըստ էության ու մեր հարկվճարողի կարծիքով ամբողջական է եւ լրացնելու կամ ավելացնելու ոչինչ չկա։ Եվ մենք այդ հայտարարագիրը այդ տեսքով կհամարենք հանձնած Պեկին։ Խմբերի մասով կարող եմ ասել, որ ըստ էության ցանկացած քաղաքացիով նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, այսինքն իր կենսակաշարի կենտրոնը կամ գտնվում է Հայաստանում կամ տարվա մեջ 183 օրից ավել գտնվել է Հայաստանում, ապա այդ մարդիկ ունեն հայտարարագիր լրացնելու պարտականություն եւ այն տրամաբանությամբ ինչ որ նշեցի, կարող են իրենց պարտականությունը կատարել։ Այս խմբի մեջ մտնում են նաեւ թոշակառուները, ինչ ունեն անելու, խնդրում եմ պարզ ներկայացրեք թոշակառուների անելիքները։ Ինչպես ես նշեցի, այն տեղեկատվությունը, որ պետությունը տիրապետում է, իսկ օրինակ թոշակների մասին տեղեկատվությունը հենց այն տեղեկատվությունը, որ պետությունը տիրապետում է, ինքնաշխատ կերպով լրացվում է հայտարարագրման համակարգում։ Մենք որոշ ժամանակ առաջ, շաբաթներ առաջ կարելի ասել, գործարկեցինք մեր տվյալների փոխգործելիության նոր մաս, որը հենց թոշակների, սոցիալական վճարների, զինապահ հիմնադրամի կատարված վճարումների եւ այսինքն հիմնադրամի ստացած հատուցումների մասով տեղեկատվության փոխգործելիություններ եւ ըստ էության այդ քայլով ամբողջացրինք մեր հայտարարագրման ենթակա այն եկամուտների ցանկը, որը պետությանը հայտնի է։ Թոշակները հենց այդպիսի եկամուտի տեսակ են, ինչպես այսցի եւ արդեն այս պահից ցանկացած մեր քաղաքացի, որ բացի հայտարարագրման համակարգը, ինչը իդեպ գործում է նաև մոբայլ հավելվածով, այսինքն կարող եք հեռախոսով էլ հավելվածը ներբեռնել եւ տեսնել ձեր հայտարարագիրը, կտեսնեն նախալրացված արդեն հենց բաց են հայտարարագիրը, կտեսնեն նախալրացված այդ տեղեկատվությունը թոշակների մասով։ Իսկ եթե քաղաքացին ունի ստացել է թոշակ, նա կարող է այդ տեղեկատվությունը տեսնել։ Հիմա ինչ վերաբերում է իրենց պարտականություններին, ըստ էության, եթե թոշակառուն այլ եկամուտ չի ստացել, քան թոշակն է, այսինքն օրինակ թոշակառու մեր հայրենակիցները չունեն անշարժ գույք, որը վարձակալությամբ են հանձնել եւ հանձնել են այլ ֆիզիկական անձի եւ այսպիսով չկա հարկային գործակալ։ Նմանատիպ եթե դեպքեր չկան, այսինքն նա բացառապես ստացել է օրինակ թոշակ պետությունից, այդ տեղեկատվությունը արդեն իսկ նախալրացված է համակարգում եւ ըստ էության նրանք որևէ լրացուցիչ անելու բան չունեն, կգա վերջնաժամկետը, մենք այդ տեղեկատվությունը կհամարենք ամբողջական եւ հանձնված կհամարենք Պեկին։ Ուրիշ բան, եթե ինչպես նշեցի, քաղաքացին ունի այլ եկամուտներ, այլ հարկող օբյեկտներ, որոնք որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա
արդեն իսկ հայտարարման համակարգով պետք է ներկայացնել պետական եկամուտների կոմիտեին եւ վերջնաժամկետին լրանալու պես կհաշվարկվի համապատասխան հարկը եւ հնարավոր կլինի այդ հարկը վճարել։ Այսինքն այն քաղաքացիները, այն կենսաթոշակառուները, որոնց եկամուտը բացառապես թոշակն է, նպաստն է, պետությունից ստացած դրամական միջոցներն են, իրենք անհանգստանալու կարիք չունեն եւ հավելյալ մուտք գործելու, ինչ որ եկամուտներ լրացնելու անհրաժեշտություն չունեն։ Դա համարվելու է լրացված ժամկետը, որ մոտենա։ Որպեսզի ավելի համապարփակ պատասխանեմ, ասեմ, որ անհանգստանալու բան իհարկե չունեն, սակայն հայտարարական համակարգ մուտք գործելը կարծում եմ ցանկացածի համար նաև քաղաքացիական գիտակցության առումով կարևոր քայլ է, քանի որ ըստ էության այդտեղ են ամփոփված տարվա ընթացքում վճարած բոլոր եկամուտները, տարվա ընթացքում վճարած բոլոր հարկերը։ Այսինքն քաղաքացին կարող է ամբողջական պատկերացում ստանալ, թե օրինակ պետությանը ինչքան հարկ է վճարել։ Եվ կարծում եմ դա կարևոր որոշակի հայեցակարգային մոտեցում է։ Ինչպես նաև այն քաղաքացիներ, ովքեր օրինակ ունեն սոցիալական կրեդիտներ, նույնպես պետք է մուտք գործեն համակարգ, հանձնեն արդեն հայտարարին, ստորագրեն հայտարարագիրը, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել սոցիալական կրեդիտներից։ Այսինքն այդ թվում նաև մեր թոշակառու հայրենակիցները, ովքեր որ կունենան սոցիալական կրեդիտներ, հնարավորություն կունենան ստանալ դրա վերադարձ։ Եթե կլինեն թոշակառուներ, որոնք ամեն դեպքում անհրաժեշտություն ունեն մուտք գործելու, հա, ենթադրենք ինչպես դուք նշեցիք, տունը տվել են վարձակալության եւ դա պետք է արտացոլեն համակարգում։ Վստահաբար կլինեն դժվարություններ, ոչ բոլորն են, որ տիրապետում են այս գործիքակազմին, քաղաքացիներին աջակցելու առումով ինչ եք նախատեսում։ Դե մենք բնականաբար ունենք սպասարկման կենտրոններ Հայաստանի տարածքում եւ մեր սպասարկման աշխատակիցները միշտ պատրաստ են բացատրելու, ուղղորդելու որոշակի առումով, թե ինչ տեսակ գործիքակազմ պետք ունի եւ ինչ հնարավորություններ կան։ Իհարկե մենք չենք կարող քաղաքացու փոխարեն գործողություն անել, քաղաքացին ինքը պետք է հայտարարի իր հարկերը, բայց օգնություն իհարկե կարող են ցուցաբերել, նաև այդ թվում նաև ունենք թեժգից եւ հեռախոսազանգերի միջոցով հնարավորություն ունեն քաղաքացիները իրազեկվեն տարբեր իրենց ուզող հարցերից։ Շատ լավ, անդրադառնանք վերջին փոփոխությունին, հա միջանձնային փոխանցումների շեմը կարծես վերանայվեց, ինչը հիմք հանդիսացավ դրա, ինչ խնդիր ենք լուծելու։ Տեսեք, երբ որ ասում ենք միջանձնային փոխանցումներ, դա կարծում եմ մոլորեցնող ձևակերպում է, որովհետև խոսքը ուղղակի փոխանցումների մասին չի, փոխանցումներ կարող են տարբեր նպատակներով։ Այդ թվում փոխանցում միջանձնային կարող է լինել օրինակ բնակարանի վարձավճարի դիմաց, որը որ որևէ կապ չունի շեմերի հետ եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դա հարկվող եկամուտ է ու անկախ որևէ շեմից հայտարարագիր պետք է ներկայացվի եւ վճարվի համապատասխան հարկերը։ Խոսքը գնում է նվիրատվությունների կամ փոխառությունների կամ նման գործարքների, որը նախկինում հայտարարագրման ենթակա են, բայց նոր փոփոխություններով նախ օրինակ վարկերի մասով մեր բազմաթիվ քաղաքացիները հարցը բարձրացնում են, թե ինչու են վարկերը օրինակ հայտարարագրման ենթակա, մենք իսկն ֆինանսների նախարարությունը կառավարությունը վերացրել է այդ պահանջը եւ այսուհետ նրանք կարիք չունեն հայտարարել օրինակ վարկերը, ստացված վարկերը։ Շեմի մասով այո, շեմը վերանայվել է եւ օրինակ եթե մի ընկեր մյուսին որոշակի փոխանցում է կատարում օրինակ միասին ես փորձեմ ավելի բարձ լեզվով բացատրել, որ հասկանալի օրինակ միասին գնացել են որևէ սրճարան եւ մի ընկեր օրինակ վճարում է կատարել եւ մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս, նման դեպքերը իրականում օրենքի իմաստով նախկինում էր հայտարարման ենթակա չէին, բայց հիմա առավել եւս այս շեմի արկայությունը գործարքի մասով շեմի արկայությունը հնարավորություն է տալի, որ նման գործարքների մասին ընդհանրապես մեր քաղաքացիներն չանհանգստանան։ Դա 1 միլիոն է դա։ Այո, գործարքի մասով մինչև 1 միլիոն։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալի, թե ինչքան ապատեղեկատվություն է շրջանառվում այս թեմայով մեդիա դաշտում, ինչքան մանիպուլատիվ տեղեկատվություն կար եւ մեր խնդիրը ամենևին ինչ որ փոքր գործարքներ բացահայտել կամ դրանց հետևից ինչ որ անհասկանալի վարչարություն անելը չէր, այլ ընդհանուր մեծ պատկերը տեսնելն է մեր ազգաբնակչության եւ հարկման առումով օրինակ
նախկինում բազմաթիվ հրապարակումներ են եղել եւս ապատեղեկատվություն է եղել, որ չգիտեմ ձեր օտարերկրյա բարեկամներից ստացվող փոխանցումները IS-ը սկսում են հարկվել եւ այլն, փորձը ցույց տվեց, ինչպես եւ մենք ասում էինք, որ նման իրողություն չկա եւ դա բացարձակ սուտ է եղել։ Շատ լավ։ Իսկ շեմը բարձրացնելով մինչև 1 միլիոն որոշակի ռիսկեր տեսնում եք, ամեն դեպքում կլինեն մարդիկ, որոնք ծառայություն կմատուցեն, հա, ինչ որ հանդիսավար կաշխատեն, գումար կվերցնեն եւ դա կձևակերպեն, որ ընկերն է փոխանցել։ Պեկը ինչ գործիքակազմ ունի կամ վերահսկողության տակ պահելու եք այս գործընթացը։ Անկախ էս համակարգից Պեկը ուներ մի շարք վարչարական գործիքներ, որը որ համակարգի ներդրմամբ ըստ էության չեն փոխվել։ Մեր վարչարական գործիքակազմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կա գործում է իհարկե որոշակի արդյունավետությամբ, դուք տեղյակ եք, որ մենք ֆինանսական հաշիվների փոխանակում ենք սկսել թե տեղական բանկերի հետ, թե միջազգային մեր գործընկերների հետ, բազմաթիվ այլ վերլուծական գործիքներ ենք ներդրել, այդ թվում արհեստական բանականության գործիքակազմ ենք ներդրել, հենց նման տարբեր փոխհարաբերություններ ավելի լավ վերլուծելու համար։ Իհարկե սա չի նշանակում, որ մենք ամեն մանր դեպքի հետևից գնալու համար մեծ ռեսուրս ենք ծախսելու, բայց ընդհանուր առմամբ թե հայտարարման համակարգի ներդրումը, թե մեր մնացած գործիքների ներդրումը նպաստելու են նրան, որ կամավոր կարգապահության մակարդակը բարձրացնենք։ Այսինքն մեր ենթադրությունը հետևյալն էր, որ եթե մենք քաղաքացիներին տանք ավելի հարմարավետ գործիք իրենց հարկերը հայտարարելու եւ վճարելու, դա որոշակի առումով կընկալվի եւ այդ ազդեցությունը իր կունենա եւ այսօր արդեն ունենք փաստեր, որոնք ապացուցում են մեր նախնական ենթադրությունը։ Օրինակ նախորդ տարի հայտարարման համակարգով հենց բնակարանների վարձակալության վճարների հայտարարման հետ կապված հարկերը աճել են 143%-ով։ Իսկ բացարձակ թվով որքան է մոտ բացարձակ թվով այս պահին առանձին եկամուտների տեսակով չեմ ուզի նշեմ, բայց ընդհանուր կարող եմ ասել, որ նախկինում եթե մենք հավաքագրել էինք, այսինքն 23 թվականի արդյունքներով հավաքագրել էինք 4.5 միլիարդ դրամ եկամուտ, այս տարվա, այսինքն 24 թվականի հայտարարման արդյունքներով մենք հավաքագրել ենք 8.7 միլիարդ դրամի, այսինքն հայտարարվել է 8.7 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի շատ է, քան նախկինում հայտարարված հարկը։ Խոսքը ֆիզիկական անձանց մասին է։ Դա միայն բնակարանների վարձակալության գծով է։ Ոչ, չէ, ընդհանուր։ Նաև ապահովական շինություններ կան ասենք դեպքեր, երբ ֆիզիկական անձը։ Չէ, խոսքը գնում է հայտարարման համակարգով վճարվող հարկերի մասին։ Հայտարարման համակարգով վճարվող հարկերը, ինչպես նախկինում այնպես էլ հիմա, խոսքը գնում է ֆիզանց գործարքների մասին։ Այսինքն ձեր ասած դեպք օրինակ որ արտադրական ձեռնարկություն եւ այլն, ֆիզանցը կազմակերպությանը վարձակալությամբ է հանձնել տարածք, դա ֆիզանց գործարք չէ։ Եվ այստեղ կա հարկային գործակալ, այն է արտադրական ձեռնարկությունով վարձակալությամբ վերցնում է տարածքը եւ նախկինում եւ հիմա էլ իրենք են վճարում հարկերը ֆիզանցի փոխարեն եւ դա համակարգի ներդրման հետ առնվազն հարկերի վճարման մասով ուղիղ կապ չունի։ Ամբողջությամբ շատ է ունես այդ դիմումն է, բազաբանման դիմումն է, եւ ֆիզիկական դատումենտն է վճարում, բայց շատերը ինձ հիշում են, որ տարիներ առաջ դա ենթակա է հայտարարման եւ բարդման, այդ վճարել դրանից։ Հիմա այլևս պարտադիր չէ, այս բազաբանումների հասնում է շատ է ունենում Նման վիճակագրության այս բանը չեմ տիրապետում, որ հստակ պատասխանեմ, բայց գույքի օտարումը եւս հայտարարման ենթակա է, ուրիշ բան, որ գույքի օտարումը շատ դեպքերում հարկման օբյեկտ չէ եւ տվյալ պարագայում եւս հարկման հարց չի առաջանում, այլ բան, եթե գույք ասելով օրինակի նկատի ունենք կրիպտոակտիվների հետ կապված կարգավորումները նոր ենք գործողության մեջ դրել եւ այդտեղ օրինակ ֆիզիկական անձանց հետ կապված որոշակի հարկային պարտավորություն առաջանում է։ Անկեղծան, այս հարցերի կազմակերպում եւս տվել է, բայց ինչպես պետք է բացահայտեք, թե անձը ունեք կրիպտո լամպանակ ունի թե ոչ։ Ըստ էության բավական միջոցառումների ենթակա չեն ամբողջությամբ բացահայտվում, բայց ըստ ի սկզբանե հնարավոր է թե ոչ։ Իհարկե հնարավոր է, բայց հարցը նույնն է, ոնց որ ասեք, ինչպես եք բացահայտում մարդը բանկային հաշիվ ունի թե չէ։ Բանկային հաշիվը երևում է, ասենք, կարգավորող մարմինը վերահսկում է, այսինքն նույն տրամաբանությամբ։
կարգավորող մարմինը, այս դեպքում կենտրոնական բանկը ներդրել կարգավորումներ, որով պետք է ցանկացած հաճախորդ, այդ թվում նաև կրիպտո աշխարհում պատշաճ նույնականացում անցնի, ոնց որ անցնում է բանկում։ Կրիպտո աշխարհի հետ առնչվելուց մենք պետք է հասկանանք, որ դա ընդհանրապես նոր տեխնոլոգիա է մեր ավանդական գործարքներին, այսինքն գործարքի բովանդակությունը գլոբալ առումով չի փոխվել, գործիքն է փոխվել։ Եվ ոնց որ բանկային հաշվի դեպքում է կատարում պատշաճ նույնականացնում եւ հետագծելիություն գոյություն ունի, նույնը պետք է ներդրվի կրիպտո աշխարհում, որ ուղղությամբ որ կենտրոնական բանկը շարժվում է եւ այս պարագայում թերևս ես կարծում եմ, որ կրիպտո գործարքները կարող են լինել շատ ավելի հետագծելի իրականում։ Շատ լավ, ձեր հարցը խնդրեմ։ Պարոն Գևորգյան, այդ գույք օտարալու մասով նախ երբ մեքենա են վաճառում, ես հիշում եմ, որ մինչև 300,000 դրամի պարագայում հնարավոր է, որ դա չերևար, 300-ից վերևը արդեն պետք է հարկվել եւ շատ դեպքում ավավաճառքանողները հենց 300,000 գրանցում են նույնիսկ եթե 3 կամ 10 միլիոն դրամ արժողության մեքենա են վաճառում։ Հիմա սրա մասով ինչ կասեք, սա ոնց է վերահսկվում, սրա այս մասով փոփոխություն կա թե ոչ, եւ այդ 300,000 եւ 1 միլիոն դրամ այդ շեմի փոփոխությունը արդյոք նաեւ նմանատիպ գործարքներին վերաբերում։ Գույքի առուվաճառքի շեմը, այո, 1 միլիոն դրամ է վերանայվել, գույքի առուվաճառքից նախորդ տարի եւ այս տարի եւս հարկ չի գոյանում։ Այսինքն թե մեր քաղաքացիները գրանցեն 1 միլիոնից ներքև, թե 1 միլիոնից վերև, դե փոխվում է մենակ մի բան, որ պարտականություն է ստեղծվում այդ գործարքը պատշաճ կերպով հայտարարում ներկայացնել, բայց սա չհարկվող գործարքն է, այսինքն այստեղ որ ասում եք 300,000 դրամից ավելը հարկվում է եւ այդ պատճառով մարդիկ փորձել են խուսափել, նման բան ըստ էության ոչ անցած տարի, ոչ այս տարի չի եղել։ Ուղղակի ընկալումները այլ է, միգուցե մեկ անգամ եւս ընդգծենք, որ խոսքը չհարկվող եկամուտների մասին է։ Դա կլիներ 300,000, 400,000, միևնույն է, խոսքը չհարկվող եկամուտների մասին է։ Այո, չհարկվող եկամուտներ։ Որ այս մեքենա վաճառելը մեկ տարվա ընթացքում եղել է, որ վաճառքը 2 անգամ է եղել։ Որ թվականին։ Սրանից առաջ նախորդ տարին 1-2 տարի առաջ։ Ես նշեցի նախորդ տարի եւ այս տարի։ Ես հարկ եմ վճարել դրա դիմաց։ Արմական ջան, ես նշեցի, որ վերջին 2 տարիների մասն է։ Նախկինում այո նման կարգավորում եղել է, եթե որոշակի ժամանակահատվածի ընթացքում գնում ձեռբերում ու վաճառքելնում հարկ գոյանում էր, բայց դա խոսքը չի գնում ներկայիս կարգավորումների մասին։ Այս տարվանից մեկ նորից ճշմարիտ պարոն Գևորգյան, այս տարվան եթե ես մեքենա վաճառեմ, դրանից ես հարկ չեմ վճարելու։ Եվ կարող եմ այդ 300,000, այսինքն ցանկացած թիվ դերել պարագայում, որովհետեւ խնդիր չի առաջանում։ Այդ նման հարցեր կարող գրավոր դիմել մեր մասնագիտական դոկտորական իհարկե պարոն Գևորգյանի համակարգման դիտույթը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միջազգային։ Չէ, անկախ ամեն ինչից ես պատասխանեմ, որ բոլոր դեպքերում շեմը վերաբերվում է 300,000 դրամ թե 1 միլիոն դրամ չհարկվող գործարքներին։ Կան բազմաթիվ վիճակներ, երբ նմանատիպ թվացող գործարքը կարող է լինել եւ հարկվող եւ չհարկվող։ Կախված նրանից թե դիմացի կողմը կազմակերպություն է, թե ֆիզիկական անձ, որ հարկման դաշտում գործող կազմակերպություն է, ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ, մի շարք պարամետրերից ելնելով իրականում գործարքի հարկման օբյեկտ հանդիսանալը կարող է փոփոխական լինել։ Դրա համար մեր նշածը հետեւյալն է. այն դեպքերում, երբ հարկ չպետք է գոյանա, այսինքն հարկման խնդիր չկա, ապա հայտարարման հարց եւս չի առաջանալու, եթե այդ գործարքը 1 միլիոնից ներքև, այսինքն փոփոխությունը վերաբերվում է տվյալ դեպքում 1 միլիոնի շեմի։ Խնդրեմ ձեր հարցը։ Արագ դրամական փոխանցման ազգականին ասենք 1 միլիոն դրամ է մարդուն իրավատական կամ բուժական նպատակներով, սա հարկվող գործարքի համար այդ գումարը հարկի։ Տեսեք, մենք էլի տարբեր իրավիճակներ կարող ենք ունենալ։ Հիմա եթե խոսքը գնում է նվիրատվության մասին, արտերկրից լինի, երկրի ներսում լինի, թե որտեղ ուզում լինի, նվիրատվությունները Հայաստանում չեն հարկվում։ Լինի 1 միլիոնից ներքև, լինի 1 միլիոնից վերև, լինի 40 միլիոն, եթե նվիրատվության մասին է խոսքը, տվյալ գործարքը չի հարկվում։ Այս դեպքում եթե ուղարկվում այդ բուժական, իրավատական նպատակը ընդհանրապես կապ չունի, այսինքն եթե նվիրատվությունն է, այսինքն դա գործարքի էությունը նվեր է,
մի քաղաքացի, մյուս քաղաքացի, անկախ նրանից իրենք ազգական չի եւ եթե նվիրատվություն է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, թե նախկինում թե հիմա նվիրատվությունները չեն հարկում։ Ուրիշ բան, որ որոշ չարկով եկամուտներ մենք ասել ենք հայտարարման ենթակա են ու տվյալ դեպքում էլ 1 միլիոն դրամի շեմը հենց դրանց է վերաբերում։ Եթե գործարքը 1 միլիոն դրամի հայտարարման ենթակա է, այո, հարկվող է, նվիրատվության դեպքում ոչ։ Շատ լավ, շնորհակալ եմ, հանրային ռադիոից հարց ունենք, ներողություն, արդյոք ՊԵԿ-ում պատրաստվում են ներդնել համակարգ, որի միջոցով սոցկրեդիտից օգտվողների մերժում ստացողները կհասկանան մերժման հիմքերը։ Նման համակարգ ի դեպ գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, Արցախից տեղահանվածների ծրագրերը մերժելիս պատճառը նշվում է։ ՊԵԿ-ի սոցկրեդիտից օգտվելիս ոչ, ինչպես են քաղաքացիները հասկանալու, թե ինչու է համակարգը մերժում իրենց։ Համակարգի մերժումների հետ կապված հետևյալը կարող եմ նշել, թերևս նման իրազեկումները նաև հենց այդ նպատակը ունեն, որ մեր քաղաքացիները ավելի իրազեկված լինեն։ Իրականում որպես այդպեսին, եթե կա սոցիալական կրեդիտ եւ գոյացել է հարկ, մերժման որպես այդպեսին հիմք չկա, այսինքն միշտ վճարումը կատարվում է։ Բայց լինում է դեպքեր, որ օրինակ քաղաքացիները սոցիալական կրեդիտը, այսինքն ծախսը կատարել են 25 թվականին, բայց հայտարարագիրը ներկայացնում օրինակ 24 թվականի համար։ Բնականաբար 24 թվականի հայտարարագրով 25 թվականի կատարած ծախսը չես կարող հետ ստանաս։ Այն կարող ես հետ ստանալ 25 թվականի հայտարարագրով, այսինքն տվյալ քաղաքացին, եթե օրինակ 25 թվականի որոշակի ծախս է կատարել, դա կարող է մտնել համակարգում տեսնել, նախ սոցիալական ծախսերը, հենց համակարգում հնարավոր է տեսնել, թե որ թվականի ինչ ծախսի մասին է խոսքը։ Եվ համապատասխան տարվա հայտարարագիրը հենց հանձնել համապատասխան հարկը, այսինքն սոցիալական կրեդիտը հետ կստանա, եթե չունեն այլ ինչ-որ գոյացող հարկեր, որը կլանում են։ Ամեն դեպքում նման գործիքակազմ դիտարկելու, ավելացնելու քննարկումներ դեռ չկան։ Մենք ամբողջական իրականով վերանայման ենք ենթարկելու համակարգը, կարծում ենք, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ կկարողանանք արդեն հայտարարել, դա շարունակական իհարկե process է, ինչպես այսպես օրինակ սոցիալական մեր ոլորտի գործընկերների հետ համակարգերի ինտեգրումը մենք վերջերս ենք ավարտել եւ նպաստներ, թոշակներ եւ այլն այլևս ինքնաշխատ կերպով նախալրացվում է։ Հետագայում չեմ ուզի ժամանակից առաջ ընկնել, բայց եւս նորություններ լինելու են եւ ընդհանուր մենք մեր նպատակը այն է, որ համակարգը դարձնենք հնարավորինս մատչելի, հնարավորինս ավելի հեշտ օգտագործելի։ Հմեկից հարց ունենք, նշվում է նախորդ տարի երկրի աշխատող քաղաքացիները այդքան հայտարարագիր ներկայացրեցին, խնդրեմ նշեք, թե ինչ շահեց պետեկամուտների կոմիտեն այս գործընթացից, ուսումնասիրություններ գուցե արել եք պարզելու համար մարդկանց մոտ ստվերային եկամուտներ կան կամ ուրիշ այլ խնդիրներ, ինչ արդյունք ունեցաք ընդհանուր առմամբ։ Տեսեք, նորից նշվում է ստվերային եկամուտների մասին, մենք երևի արդեն 3-րդ տարին է կամ չգիտեմ 4-րդ տարին է, մենք խոսում ենք դրա մասին, որ այս ամենը ստվերային եկամուտներ բացահայտելու եւ այլն հավելյալ ինչ-որ վարչարական գործիքական կիրառելու մասին չէ։ Սա հարմարավետ համակարգ է, որը թույլ է տալիս հարկ է վճարել։ Եվ այո, արդյունքը տեսել ենք, ինչպես նշեցի, 4 միլիարդ դրամից ավել լրացուցիչ հարկային մուտք է եղել պետական եկամուտների կոմիտե հենց գործիքի ներդրման արդյունքում։ Միայն անցած տարի։ Հետեւաբար կարծում եմ դա կրկնակի մոտ ավել է, քան նախորդ տարի, ընդ որում նշեմ, որ նախորդ տարի եւս էական աճ է եղել դրա նախորդ տարվա նկատմամբ, քանի որ գործիքը հայտարարման գործիքը ներդրվել ոչ թե նախորդ տարի, դրա նախորդող տարվա ընթացքում։ Եթե ձեռքի տակ ունեք, խնդրեմ ներկայացնեք նաև սոցկրեդիտի ցուցանիշները, հա, նախորդ տարի որքան քաղաքացի է ստացել եւ այս տարի մարտի 2-ից արդեն համակարգը բացվել է, ակտիվություն նկատում եք թե ոչ այս մեկ շաբաթվա ընթացքում։ Իհարկե, համակարգը աշխատում է, ակտիվության մասին լրացուցիչ իհարկե մենք կտեղեկացնենք, դեռ կարծում եմ վաղ է կոնկրետ ինչ-որ բաների մասին խոսելու համար, ընդամենը մի քանի օր է ինչ սկսել է այս տարվա process-ը, ինչ վերաբերում է նախորդ տարվա գործընթացներին, մենք տրամադրել ենք 5.8 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ փոխհատուցում, դրա իհարկե էական մասը կրթական ոլորտի սոցիալական կրեդիտներն են եղել, միջին սոցիալական կրեդիտի միջին ստացած գումարը եղել է 73,000 դրամին մոտ, եթե չեմ սխալվում։ Իսկ ընդհանուր 25-24-ի հայտարարագրերի արդյունքներով չէ, 73,000 դրամ միջինում։ Այո, 78,000 դրամ միջինում։ Ընդհանուր սոցիալական կրեդիտ ստացել է 73,000 քաղաքացի, 73,000-ից ավելի, մոտ 74,000 քաղաքացի։
Շատ լավ, իսկ ընդհանուր առմամբ եկամուտների հայտարարման եկամուտները հայտարարած քաղաքացիների շրջանակը եւ դիտարկում եք ավելի շատ մարդիկ են, ովքեր բացել են համակարգը, տվյալները ստուգել են, լրացրել են, թե ինքնաշխատ եղանակով արված գործընթաց է եղել։ Մենք նշել ենք, որ մոտ 200,000 քաղաքացի լսելով մեր հորդորը մուտք է գործել համակարգ, լրացրել է եւ դրա հիման վրա էլ մենք կատարել ենք հետագա վերլուծությունը, որի արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գերակշիռ մասը նույնիսկ համակարգ մուտք գործածների լրացուցիչ տվյալ պետական եկամուտների կոմիտեին չի հայտնել, այսինքն համարել է, որ այն ինչ որ ներկայացված է ամբողջականը։ Դրա հիման վրա էլ կատարել ենք երկրորդ քայլը, այն է, որ հենց ամբողջական այն տվյալները, որ տիրապետում ենք, համարել ենք հանձնած, այսինքն մնացած քաղաքացիների համար, որոնք էլի բավականին մեծ քանակի են, համարել ենք ինքնաշխատ եղանակով հայտարարագիրը հանձնած։ Իսկ հնարավոր է այս տարի օրինակ սոցկրեդիտի ծախսման շրջանակները վերանայվեն, ընդլայնվեն, չգիտեմ, օրինակ առողջապահական համակարգի ներդրման պայմանավորված կարծես թե ատամնաբուժական ծախսի հետ կապված որոշակի փոփոխություն եղավ։ Փոփոխություններ իհարկե միշտ կարող են լինել, դա մեր ֆինանսների նախարարության գործընկերներն քննարկում են եւ բարբերաբար նման փոփոխություններ իրականացնում են։ Այնպես որ իհարկե կարող են լինել փոփոխություններ, ինչպիսի փոփոխություններ կլինեն, դա իհարկե բարդ է կանխորոշել, բայց ինչպես ասացի, մենք շաբաթներ առաջ օրինակ հարկվող ու հայտարարման ենթակա եկամուտների շրջանակը հստակեցրել ենք, նոր ինտեգրումներ են կարել տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, սոցիալական կրեդիտների մասով էլ կարծում եմ այո հնարավոր են փոփոխություններ, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Շատ լավ։ Պարոն Գևորգյան, իսկ ընդհանուր առմամբ այս համակարգը ինչ է փոխում քաղաքացիների մոտեցման, քաղաքացիների վարքագծի մեջ, հարկ վճարելու տեսանկյունից իրենց մոտեցումների մեջ։ Դե ինչպես նշեցի, նախ խրախուսում ենք կամավոր կարգապահությունը եւ դա արդեն ունենք ապացուցված կոնկրետ թվերով, ինչպես արդեն ներկայացրի։ Կարծում ենք, որ համակարգի շարունակական զարգացումը հայեցակարգային առումով կարևոր նշանակություն ունի, որովհետեւ ցանկացած քաղաքացի այսօր կարող է շատ հեշտ 1-2 հպումով բացել եւ տեսնել, թե օրինակ ինքը տարվա ընթացքում ինչքան հարկ է վճարել պետությանը։ Եվ դա կարծում եմ կարևոր փոփոխություն է հենց մարդու քաղաքացիական գիտակցության բարձրացման առումով։ Սա կարծում եմ ժամանակի ընթացքում շատ ավելի էական ազդեցություն կունենա եւ քիչ-քիչ համակարգը ամբողջությամբ ներդրված կարող ենք համարել։ Շատ լավ, խնդրեմ դուք հարցնեք։ Ապա ակտիվություն ինքնազբաղվածների կողմից եկամուտների հայտարարման ու նաև այն անձանց, ովքեր օպերատիվ կազմակերպությունների համար հերակա աշխատանքի կատարում ֆրիլանսինգներով կամ եւ այդտեղից են ստանում եկամուտ։ Ուղղակի ինտուիտիվ ես իմ շրջապատում չեմ ճանաչում այդպիսի ինքնազբաղված անձանց, որոնք տական էին հայտարարվել իրենց եկամուտները։ Բայց եւ այնպես այդպիսի դեպքեր ունեցել եք, թե չէ, որքան մասսայական են։ Ես լավ չհասկացա, ձեր շրջապատում չեմ ճանաչում մարդ, որը որ ներկայացրել է իր եկամուտները։ Այո, ինքնազբաղվածության մասով։ Դե միգուցե հորդորեք ձեր շրջապատի մարդկանց, որպեսզի ներկայացնեն եկամուտները։ Իսկ այն դրաները, որոնք ագրեգացված չեն վկայում։ Կամ առնվազն տեղյակ պահեք պետական եկամուտների կոմիտեին դրա մասին։ Չէ, իրականում ինքնազբաղվածության հետ կապված հայտարարման համակարգը տենց ուղիղ ազդեցություն չունի, որովհետև ինքնազբաղվածը նախ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում ու առնվազն հարկային օրենսդրության շրջանակներում դա կարգավորված հարց չէ, թե ով է համարվում ինքնազբաղված, այսինքն ֆիզանց ինքնազբաղված գաղափար ներդրված չէ հարկման առումով։ Ինքնազբաղված, եթե հասկանանք այն ինչ որ միջազգային ես փորձ թույլ տվեք ասեմ, այն ինչ որ միջազգային տերմինաբանությամբ հասկանում ենք, օրինակ անձը ծառայություններ է մատուցում, օտարերկրյա ինչ որ կազմակերպություն, այդ թվում IT ծառայություններ, դա այս պահին օրենսդրական դաշտում կարգավորվում է այլ կերպ եւ տվյալ անձը պետք է գրանցի կամ հանձնարարակատեր կամ իրավաբանական անձ եւ վճարի համապատասխան հարկերը որպես արդեն ձեռնարկատեր, այսինքն տվյալ տեսակի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ եւ հայտարարման համակարգի հետ ուղիղ առնչություն չունեն, այսինքն իրենք այսպես թե այնպես այստեղ չէին հայտարարել, այս համակարգով չէին հայտարարել իրենց հարկերը։ Դա այլ ձեռնարկություն էին
ստեղծելու, դա կլիներ անհատ ձեռնարկատերի կարգավիճակով կամ ՍՊ-ի կարգավիճակով, ու եթե խոսքը գնում է IT ոլորտի մասին, իրականում ես անկեղծ չեմ հասկանում այն մեր քաղաքացիներին, ովքեր որ խուսափում են կարգավորման դաշտ գալ, քանի որ կարգավորման դաշտում, այսինքն եթե ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ապօրինի ձեռնարկատիրությունը բավականին լուրջ սանկցիա է ենթադրում։ Ընդհանուր մինչև 50% տուգանք ստացված եկամուտների վերաբերյալ։ Իսկ եթե կազմակերպությունը գրանցում ես, IT ոլորտում ես գործում եւ որպես ԱԶ ներկայացնում ես քո հաշվարկների վճարում ես, մեր IT կարգավորման շրջանակում, եթե չեմ սխալվում, արտոնությունների շրջանակում դա ընդամենը 1% հարկի մասին է խոսքը գնում, այսինքն դա չանել ու վերցնել մի ռիսկ, որը որ կարող է հասնել ընդհանուր ամբողջ աշխատած եկամուտների էական մասին, չեմ հասկանում ուղղակի դրա անբավությունը։ Բայց այսինքն շատ առաջին ուղղությամբ բիզանս աշխատանքների ծառայությունների կատարելու ուղղությամբ տեսականորեն ըստ օրենսդրության նրանք ևս պետք է այդ եկամուտները ինքնուրույն հայտարարվեն։ Այս ուղղությամբ ինչ որ ունեք ակտիվություն, ասենք արդյոք տեսնում եք, որ այդ անձինք տեսեք, որոշակի չափով առնվազն սկսել են այդտեղ տարբեր հարաբերություններ կան, դրա մի մասը իրականում ապօրինի ձեռնարկատիրությունը եւ ձեր ասած իրավահարաբերություններում իրենք պետք է այդ եկամուտները ձևակերպեն որպես ձեռնարկատիրական եկամուտ, այսինքն ֆիզանս գործարքները նայած ինչին է։ Եթե նկատի ունենք օրինակ սորական գույքի վաճառք, այո, այդ եկամուտները հայտարարվել են, երբ այդտեղ հարկեր չեն առաջացել։ Եթե նկատի ունենք օրինակ վարձակալության վճարներ, որը եւս կարող է դիտարկվել որպես նման ֆիզանս գործարք, ապա վարձակալության վճարները, ինչպես նշեցի, մեծ թվով ավելացել են։ Տարբեր ունենք այլ հարկով եկամուտներ օրինակ հոդված, որտեղ տարբեր տեսակի եկամուտներ կան, այդտեղ եւս մեծ աճ ունենք։ Բայց եթե ոչ բացի եկամուտների մասին է խոսքը վարձակալությունից, այլ աշխատանքային եկամուտների Նորից եմ ասում, տեղ էական մասը իրականում ձեռնարկատիրական եկամուտներ են եւ պետք է այդ անձիկ կազմավորեն ձեր կամ ԱԶ գրանցեն համապատասխանաբար կամ այսինքն տեսականորեն ոչխարներ, դերձակներ եւ այլն փոխարեստանոցներ, բակային եւ այլն նրանք ևս պետք է որպես ԱԶ գրանցեն։ Ես հիմա առանձին տեսակների մեջ չեմ ուզենա մտնել, որովհետեւ առանձին տեսակներով տարբեր կարգավորումներ կան, օրինակ մեր տաքսու վարորդները այլ կարգավորումների դաշտում են, հիմա քննարկում ենք օրինակ առաքումների ոլորտը նմանատիպ տրամաբանությամբ կարգավորելու, այսինքն տարբեր տեսակի եկամուտներ, մի մասը միկրոձեռնարկատիրության դաշտում է, այսինքն կխուսափեմ հիմա առանձին տեսակներով ինչ որ որակումներ տալ, բայց ըստ էության ձեր նշած կազմակերպությունների էական մասը գտնվում են միկրոձեռնարկատիրության դաշտում, պետք է ձևավորեն անհատ ձեռնարկատեր եւ գործեն միկրոձեռնարկատիրության դաշտում, որտեղ իրականում հարկերից ազատված են լինելու։ Այսինքն այդտեղ թաքցնելու իմաստ էլ չկա, էլի, այսպես ասեմ։ Այս բան գրանցումների աճի մասով տվյալներ խուսափեմ հրապարակեմ, բայց մենք տարեկան ու վիճակագրական կոմիտեն տարեկան կտրվածքով հրապարակում է նոր գրանցված ձեռնարկությունների, փակված ձեռնարկությունների, դադարած ձեռնարկությունների քանակներ եւ այդ վիճակագրությունը բոլորիդ հասանելի է, կարող եք բացել ուսումնասիրել, ամեն տարի ունենում ենք դադարած ձեռնարկություններ եւ նոր ստեղծված ձեռնարկություններ ու տարբերությունը նախորդ տարվա արդյունքներով եթե չեմ սխալվում դրական է բավականին մեծ թվով։ Իսկ շատ ունենք դիմում ենք կամ ողջունել, որ օրինակ անձը միգուցե մազերում ու չի դիապետում այդ նոր դիվայսների մեջ չի կարողանում գնալ այդ լրացնել հայտարարելը։ Շատ են այնպիսի հարցումները կամ դիմումները։ Մենք մեծ իրազեկման աշխատանքներ ենք իրական տարել անցած տարի, այդ թվում մարզերում բավականին մեծ քանակով այցելություններ ենք ունեցել։ Տարաբնույթ հարցեր են եղել, հարցերին տվել ենք պատասխաններ, թերևս որ սարքավորումներից օգտվելու հետ կապված հարցեր լինեն, նման հարցերը շատ ավելի քիչ են եղել, ավելի շատ բովանդակային հարցերն են եղել, թե տվյալ տեսակ եկամուտի հայտարարենք ինչի համարվում եւ այլն։ Նման հարցերը ավելի շատ են եղել։ Նաև մազերում գյուղացիական տնտեսությունից ստացվող գյուղթեքի վաճառքից ստացվող եկամուտը երևի այդպես հաջողակեր հարցերից մեկն է եղել, այստեղ կարգավորումը ինչպիսին է։ Եթե հայտարարում են ենթակա եկամուտներ են, չհարկվող եկամուտներ են նորից։
Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Գևորգյան մանրամասն ներկայացնելու համար։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ մարտի 2-ին գործընթացը մեկնարկել է եւ մինչեւ նոյեմբեր ուժի մեջ է եւ Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիները պարտավոր են բոլորը ներկայացնել իրենց եկամուտների հայտարարումը, ճիշտ է։ Այո։ Շնորհակալություն շատ, ձեր գործային հաջողություն ավարտենք։ Ես եմ շնորհակալ։